Ողջունում եմ ձեզ, սիրելի Աստծո կողմից կանչվածներ, Աստծո ընտանիք, ողջունում եմ մեր Տեր և Փրկիչ Հիսուս Քրիստոսի անունով։ Մենք շարունակում ենք քարոզաշարքը Մատթեոս ավետարանի և Լեռան քարոզի և 6-րդ գլխի 19-ից 24 համարներին ենք հասել և նյութականի հանդեպ վերաբերմունքի մասին է սա, և մենք սովորաբար այս եկեղեցում շատ քիչ ենք խոսում դրամի մասին, նյութականի մասին, եթե քարոզաշարք չլիներ, միգուցե էլի չխոսեինք, բայց փառք Աստծո, որ քարոզաշարքով ենք ընթանում եւ Աստծո խոսքն է մեզ կարևորագույն բաների մասին կենտրոնանալու առիթ տալիս հենց իր շարքի մեջ։ Ճամբարներում, բակային ճամբարներում մենք հաճախ դնում ենք խաղեր, պոստային խաղեր, որտեղ գանձ պետքա փնտրեն մանուկները, տարբեր հարցերի պատասխանելով, տարբեր փորձություններ անցնելով, պետքա գանձ փնտրեն, գտնեն։ Եվ իրենց ամենասիրած ճամբարային մասերից է սա, ճամբարի ծառայողները լավ գիտեն այս ամեն ինչը։ Ինչպես են իրենք տրամադրվում, սովորում, ամբողջ թիմով վազում, ոչ մի բան չեն խնայում, որ գտնեն վերջի գանձը, որ կարող է մի հատ փոքրիկ կոնֆետ լինել կամ ամբողջ թիմի համար վայելելու մի բան լինել, բայց խորհրդաշական է սա, որ իրենք դժվարություններ հաղթահարելով, մյուսներից ավելի արագ, ավելի իմաստուն գտան գանձը։ Եվ եթե մենք մեր մեջի մանուկին նայենք, որ հաճախ այդպես էլ խանդավառ մանուկ մնում է մեր լավ կողմը, կտեսնենք, որ մենք էլ ենք հաճախ գանձեր փնտրում տարբեր ոլորտներում եւ կարևորագույն գանձն ենք հաճախ փնտրում։ Հիսուս շատ օրինակներ է բերում այս գանձ որոնելու մասին, առակներ է պատմում, սրանով կենտրոնացնելու մեր ուշադրությունը, թե մենք ինչ ենք փնտրում, երբ որ ինչ-որ բան գտնում ենք, որ իսկապես գանձ է, արդյոք պատրաստ ենք թողնել։ Օրինակներ է բերում, որ նա, որ իրական գանձը գտնում է, ամեն բան վաճառում է, որ այդ արտը գտնի, այդ արտը գնի, իրենը դարձնի եւ գանձը հանի, կամ Մարգարիտի օրինակով եւ այլը, ցույց է տալիս, որ համեմատություններ կան, եւ եթե իրականը գտել ես, սա պետք է պահպանել ու սրա վրա կենտրոնացած լինել։ Մատթեոս ավետարան 6-րդ գլխում, երբ որ Հիսուս կենտրոնացնում է սա, արդեն տեսանք, որ շարունակական ուսուցումներ կային մինչև սա։ Շարունակական ուսուցումներ նայելու ներքինից արտաքինին, արտաքինից ներքինին, որովհետև Հիսուս սովորեցնում էր, որ ինչպիսին է մեր աղոթքի կյանքը, ինչպիսին է մեր վերաբերմունքը ծոմապահությանը կամ մեր կրոնապաշտության տարբեր դրսևորումներին, որոնք ունեն երկու շերտ, արտաքին եւ ներքին։ Եթե ներքին շերտը ճիշտ կենտրոնացում չունի, բովանդակային ճիշտ ուղղություն չունի, գանձի վրա կենտրոնացած չէ, արտաքինում կարող են լինել դրսևորումներ, որոնք կեղծ լինեն, ու սա մեծ խնդրի մասին է խոսում։ Այս նույն շարքի մեջ Հիսուս շարունակում է եւ կենտրոնացնում է նաեւ նյութապաշտության հետ կապված մեր հարաբերությունները, որոնք ցուցիչ են մեր ներքին իրավիճակի։ Եթե այս ոլորտում անվստահելի մթնոլորտ կա, եթե նյութականի հանդեպ մեր վերաբերմունքի մեջ սխալ իրավիճակներ կա, սա միգուցե հենց առաջնային ցուցիչը լինի, թե ինչ է կատարվում, որտեղ է մեր գանձը, ում ենք մենք իրական պաշտում, ինչ առաջնահերթություններ ունենք, որովհետև ինչպես այս կեղծ աղոթքի ձևը, կեղծ ողորմություն տալու ձևը, կեղծ ծոմապահության ձևը, ինչպես սրանք շատ հաճախ հոգևոր անձը չի էլ նկատում ինչ է իր հետ կատարվում, որովհետև գոռոզությամբ են պարուրվում եւ կրոնապաշտության գոռոզությամբ եւ գոռոզությունը անձը հաճախ ինքը չի նկատում։ Դրսինների համար շատ հստակ է, բայց ինքը չի տեսնում։ Նույնպես եւ նյութապաշտությունը։ Ուրեմն սրանք շատ լուրջ, խորը, կարևոր թեմաներ են, որոնց մասին արժե մտածել, խոսել, եւ նաեւ հետաքրքրական է, որ չնայած մեր եկեղեցին հաճախ չի խոսում նյութական հարցերի մասին, բայց Աստծո խոսքը շատ հաճախ է խոսում։ Եթե ստատիստիկ կերպով նայենք, թե ասենք փրկության մասին որքան է խոսվում, ամբողջ Աստվածաշնչում 400 անգամ է խոսվում։ Բայց դրամի հանդեպ վերաբերմունքի մասին, դրամի մասին, նյութականի մասին խոսում է 2350 անգամ։
որովհետև մարդու սիրտը նյութապաշտության մեջ շատ գայթակղվելու ուղղություն ունի։ Ընթերցենք Աստծո խոսքը եւ տեսնենք այսօր Տերը մեզ իր խոսքի միջոցով ինչ է սովորեցնելու։ Մատթեոս ավետարան 6-րդ գլուխ 19-ից 24 համարներ։ Ձեզ համար գանձեր մի դիզեք երկրի վրա, որտեղ ցեցն ու ժանգը ապականում են եւ որտեղ գողերը սողոսկում են ու գողանում։ Այլ ձեզ համար երկնքում գանձեր դիզեք, որտեղ ոչ ցեցը, ոչ ժանգը չեն ապականում, ոչ էլ գողերն են սողոսկում ու գողանում, որովհետև որտեղ ձեր գանձն է, այնտեղ էլ ձեր սիրտը կլինի։ Մարմնի ճրագը աչքն է, արդ եթե քո աչքը պարզ լինի, ամբողջ մարմինդ էլ լուսավոր կլինի, բայց եթե քո աչքը չար է, քո ամբողջ մարմինը խավար կլինի։ Արդ եթե քո մեջ եղած լույսը խավար է, ապա խավարը որքան առավել կլինի։ Ոչ ոք չի կարող երկու տիրոջ ծառայել, որովհետև կամ մեկին կատի եւ մյուսին կսիրի, կամ մեկին կմեծարի եւ մյուսին կարհամարի։ Չեք կարող ծառայել եւ Աստծուն եւ մամոնային։ Ամեն Աստծո խոսքին։ Այս նյութապաշտության զրույցը Հիսուս շատ հետաքրքիր ձևով է սկսում գանձեր դիզելու մասին, ներդրումներ անելու մասին։ Այսօր այս թեման ներդրումներ անելու բավականին արդիական է աշխարհում։ Շատերն են փորձում ունենալ, կուտակել ու ներդրումներ անել։ Սովետի փլուզման ժամանակ բավականին արդիական էր տարբեր ինվեստիցիոն ֆոնդերի մեջ ներդրումներ անել, որոնք հետո փուչիկ երևացին, MMM-ներ եւ այլը, շատ մարդիկ գովազդին խապնված մեծ քանակի գումարներ էին տանում այդ ամեն ինչի մեջ, վերջում տեսան, որ միանգամից պայթեց, որովհետև ֆինանսական բուրգեր էին։ Հիմա էլ մարդիկ ներդրումներ են անում տարբեր բաների մեջ։ Կրթության մեջ են ներդրում անում, որը լավ է։ Նյութական բաների մեջ են ներդրումներ անում։ Երբ որ աշխարհի ամենահարուստ մարդկանցից մեկն էր մահացել, Ռոքֆելերն էր մահացել, լրագրողներից մեկը իր ֆինանսական կառավարիչին եւ ժառանգություն կազմողին անդադ հարցնում էր եւ ում ինչ թողեց, ուզում էր հասկանալ ժառանգությունը ինչպես բաշխվեց, այս մարդը ասում էր ամեն բան թողեց, չես կարող ոչինչ հետդ տանել, ամեն բան թողեց, ինչ որ կուտակել էր, չէր կարող տանել։ Հիսուսն ասում է մի դիզեք գանձեր երկրի վրա։ Այդ գանձերը, որ դիզելու եք, ինչպիսին էլ դրանք լինեն, այդ ժամանակվա գանձերը հագուստնել էր գանձ, տարբեր տեսակի նյութական իրերներ էին գանձ համարվում, որովհետև պատկերացրեք ում հետ, որ ինքը խոսում էր, միգուցե ընդամենը երկու տեսակ հագուստ ունենային լավագույնս, ունենային մի քանի կուժ, մի քիչ ցորեն, մի քիչ ուտելիք, բայց ասում էր գանձեր մի դիզեք։ Մեր համար դրանք ընդամենը առօրյա տեն նետելիքներ են, բայց մենք գանձեր ենք դիզում։ Մանավանդ այս սև ուրբաթ, սև շաբաթ, սև կիրակի այս մթնոլորտում, եթե նայենք, որ երեք չի առաջ օրը 3 այսօր են։ Վազում էինք գանձեր դիզելու, որտեղ տեսել էինք, որ ոնց որ թե մի քիչ էժան են ինչ-որ բաներ, մեծ զեղչեր կան, եւ ամբողջ աշխարհում այդ օրը գումարները որ ցպնվում են։ Եվ 3 սրա մասին զրույց կար, որ Հայաստանից միլիարդավոր դրամներ են գնացել մեկ օրվա մեջ։ Եվ վստահ եմ, որ շատերս գնումներ եթե կատարեցինք էլ 7-րդ կոշիկը, 8-րդ տաբատը, 22-րդ վերնաշապիկը, հետո պիտի մտածենք երբ դա հագնեմ, ոնց հագնեմ, մտանք խանութ տեսանք, վայ 3 սա թանկ այսօր էժաներ, ոնց չառնեմ։ Առանք տարանք դրեցինք պահարանի մեջ, ուրեմն ստիպված այն, որ անցած տարի էինք առել ու չէինք հագել մինչև այսօր, ինչ անենք, սա էլ տեղ չկա, նոր պահարան սարքենք, գտնենք ում նվիրենք, բա իրանք էլ չեն ուզում, արդեն ասում են հինա հագածա, ու սկսում ենք մտածել սրա մասին, լավ ինչի գնացի, երկուշաբթի օրը մտածում ենք, ինչի ես սև ուրբաթին խապնվեցի, ինչի ես գովազդին խապնվեցի։ Մյուսներն էլ հակառակ ասում են, վայ, ես ինչ լավ էր, առա, հետո ինչ անեմ։ Ու սրա մեջ էփվում ենք, շատ գովազդներ կան, շատ
գայթակղիչ առաջարկություններ անդադ մեր շուրջն են։ Ունես, չունես, կարևոր չի, անընդհատ սրա մասին ես մտածում։ Ոնց ունենամ, որ գնամ առնեմ այն ինչ որ ինձ վաղը պետք չի լինելու։ Ոնց ավելի շատ աշխատեմ, ոնց ավելի շատ կուտակեմ, որ ցույց տամ, որ սա էլ ունեմ, նա էլ ունեմ, այն մյուսից հետ չմնամ։ Եվ սրա մասին Աստծո խոսքը շատ հստակ է խոսում, որտեղ ցեցն ու ժանգը ապականում են։ Սրանք ապականվելու են եւ ամեն տեսակի process-ի մեջ այս երկրի վրա Աստված մեծ ցույց է տալիս, որ նույնիսկ ամենակայուն, ամենալավ թվացող բաները մի օր արժեք չեն ունենալու։ Մոդան է անցնում դրանց, հրապուրանքն է անցնում դրանց, արժեքն է փոխվում, մի հայտնագործությամբ, ասենք էլեկտրոնային կրիչի հայտնագործությամբ, ֆլեշկայի հայտնագործությամբ, DVD-ները, որ սովետի ժամանակ բաղձանք էին հազարավոր ռուբլիներով դրսից մարդ էին գտնում, որ մեկը Լիբանանից գա Հայաստան մի հատ մեզ վիդեոմագնիտոֆոն բերի, բայց այդ բոլորը ոչնչացավ ու դարավ 0, որովհետև հայտնագործություն եղավ նոր կրիչի, նոր ինֆորմացիայի փոխանցման, ինտերնետի, YouTube-ի, հեռախոսի, սմարթֆոնի ու դրանք ոչինչ դարձավ։ Եթե կհիշեք այդ սերունդները։ Ամեն ինչ նյութական, ամեն ինչ իր արժեքը կորցնում է։ Ամեն բան ժամանակավոր է։ Ասում է ձեզ համար գանձեր մի դիզեք այդպիսին։ Ներդրումներ մի արեք այդ բանկի մեջ, որի կառավարիչը ոչ թե ձեր գումարներն է կառավարում, այլ ձեզ է փորձում կառավարել ու ծուղակի մեջ նետել։ Որքան շատ եք իրեն տալիս, այնքան շատ եք իր ենթակայության տակ մտնում։ Որքան շատ եք վստահում այդ կառավարչին, այնքան շատ եք ստրկանում այդ կառավարչին։ Այդ վստահությունը փուչ վստահություն է։ Այլ ձեզ համար երկնքում գանձեր դիզեք, որտեղ ոչ ցեցը, ոչ ժանգը չեն ապականում, ոչ էլ գողերն են սողոսկում ու գողանում։ Կա մեկ այլ գանձարան, որտեղ կառավարիչը ամեն բան անում է, որ դուք առողջ լինեք, իրական գանձ ունենաք, որտեղ կառավարիչը նույնիսկ ձեր չտվածը, բայց ձեր ցանկացածն ու մտածած այնպեսին է դարձնում, որ դա հավիտենական արժեք բերի ձեր կյանքում, որտեղ կառավարիչը ինքը ամբողջովին աղքատացավ, որ դուք ամենաշատն ունենաք։ Կորինթացիներին ուղված նամակում 8-րդ գլխում Առաքյալը Մակեդոնիայի եկեղեցիներին սկսում է օրինակ բերել, որ շատ քիչ ունենալով շատ մեծ ներդրումներ ունեցան, նյութականի մեջ հավատարիմ լինելով եւ այս օրինակների մեջ ամփոփիչ խոսքը Հիսուսի աղքատանալու մասին է ուզում եմ ընթերցել։ Արդ եղբայրներ, ձեզ տեղեկացնեմ, որ Աստծո շնորհի մասին, որ տրված է Մակեդոնիայի եկեղեցիներին, որովհետև նրանց կրած նեղության եւ մեծ փորձության մեջ նրանց ուրախությունը անսահման եղավ եւ ծանր աղքատության մեջ նրանք շատ առատաձեռն եղան։ Արդ վկայում եմ, որ իրենց կարողության չափ կարողությունից էլ ավելի հոժար կամքով մեծ աղանչանքով շնորհ էին խնդրում մեզանից մասնակից լինելու սրբերի մատուցվող ծառայությանը, ոչ թե արեցին այնքան, որքան ակնկալում էինք, այլ իրենց նվիրեցին նախ Տիրոջը, ապա մեզ Աստծո կամքով։ Մենք էլ Տիտոսին աղաչեցինք, որ ինչպես նախապես սկսել էր, այնպես էլ այդ շնորհը ձեր մեջ ավարտին հասցնի։ Բայց ինչպես որ առավել ենք ամեն բանում, հավատով, խոսքով, գիտությամբ, ամեն ջանքով եւ մեր հանդեպ ձեր սիրով, թող որ այդ շնորհում էլ առավել լինեք։ Ոչ թե հրամայելով եմ ասում, այլ ուրիշներին ջանասիրությունը մեջ բերելով ձեր սիրո անկեղծությունն եմ փորձում, որովհետև գիտենք մեր Տեր Հիսուս Քրիստոսի շնորհը, նա որ հարուստ էր, ձեզ համար աղքատացավ, որպեսզի դուք նրա աղքատանալով հարստանաք։ Ամեն Աստծո խոսքին։ Արագ ընթերցեցի սա, որ պարզ պատկերացնենք, որ այս դժվարության մեջ եղող եկեղեցիները խնդրում էին, որ նույնիսկ իրենցից ակնկալվածը, եթե մի միավոր էր, իրենք 10 էին կարողացել հավաքել եւ խնդրում էին, որ այդ 10 անպայման իրենցից վերցվի, որ Աստծո գործի համար նպաստ բերի։ Այդքան իրանք հանգիստ հանդարտ էին եւ երկնային գանձերի վրա էին կենտրոնացած։ Եվ այս ամբողջ օրինակը
առաքյալը շահկապում է մի կարևոր նախադասության, որ աստվածաբանական մեծ հիմք ունի, ասում է, որովհետև գիտենք մեր Տեր Հիսուս Քրիստոսի շնորհի վրա է կենտրոնացնում, նյութապաշտությունից ազատելու համար։ Եվ ինչ է շնորհը այս կոնտեքստում, շնորհի ամբողջ ընկալման կոնտեքստում, նա որ հարուստ էր, նա որ ամեն բանի արարիչն է, իր խոսքով ամեն ինչ ստեղծվել է, ամեն ինչ կարող է ստեղծել, բայց այդ ամբողջ ճոխությունը, հզորությունը, հարստությունը ինքը թողեց, աղքատացավ։ Ինչքան աղքատացավ, որ գլուխը դնելու տեղ չուներ, որևէ նյութական ապահովություն չուներ։ Այնքան աղքատացավ, որ միակ շապիկը, որ իրան ծաղրանքով էին տվել, խաչի վրա դա էլ թողեց ու դա էլ պատռվեց 4 մասի։ Ամենավերջի շապիկը այդքան աղքատացավ, որպեսզի մենք հարստանանք, ոչ թե հարստանանք շապիկների քանակով, այլ շնորհով, հարստանանք երկնային գանձերի վրա կենտրոնանալով, հարստանանք այնքան, որ այդ անսահման ունեցողի հարստության ժառանգորդները լինենք իր խոստումով։ Ոչ մի նյութական բան մեզ չի կարող հարստացնել, հակառակը մեզ աղքատացնում է մեր մտածելակերպի մեջ, մեր խոսքի ոճի մեջ։ Երբ որ մենք կենտրոնացած ենք հարստության վրա, կարևոր չի ինչ տեսակ։ Մեր մտածելակերպը այնպես է փոխվում, որ մենք սկսում ենք փնտրել մեր շուրջը այդպիսիններին, փնտրել մեր փոխհարաբերությունները այդպիսին ձևով, հարստության վրա կենտրոնացածներով, նյութականի վրա կենտրոնացածներով։ Նույնիսկ մեր եկեղեցին փնտրում ենք այնպիսին, որ լինեն մարդիկ, որոնք հարստության վրա են կենտրոնացած, նյութական բարիքների վրա են կենտրոնացած, փոխարենը կենտրոնացած լինենք երկնային գանձերի վրա։ Եվ դրա համար Հիսուս սովորեցնում է, որտեղ ձեր գանձն է, այնտեղ էլ ձեր սիրտը կլինի։ Որտեղ է գանձ գտել։ Եթե այստեղ է գանձ գտել կուտակելու վրա, ցույց տալու վրա, եւ մեր հասարակությունը սիրում է ցույց տալ գանձեր։ Ասիական մտածելակերպ է սա, հնուց եկող մեր կարգավիճակը կողքիններին ուզում ենք ցույց տանք մեր մեծ մեքենայով, մեր ոսկիների քանակով, մեր տների չափերով եւ ցույց տալ, որ ես առավել եմ, քան դու, որովհետեւ ես ունեմ 2 շապիկ քեզնից ավել, ասենք։ Եվ դրա մեջ է մեր գանձը ստացվում։ Ու դա կորստյան տանող գանձ է, կորստյան տանող, ստրկացման տանող գանձ է, նյութապաշտության վրա, նյութական ապահովության վրա կենտրոնացնող գանձ է։ Սա քեզ տալիս է մտածելակերպ, այ որ եթե ես ունեմ 100 միավոր ինչ-որ մի բան, եթե ունենամ 120, վաղվա օրս հաստատ ավելի լավը կլինի։ Մի քանի կարևոր զգուշացում։ Հիսուս այստեղ չի ասում, որ մենք չմտածենք ապահովության մասին։ Աստծո խոսքը տարբեր օրինակներով ասում է նույնիսկ մրջյունից սովորիր, որ ամռանը ստեղծես, բարիքներ կուտակես, որ ձմեռդ ապահով լինի։ Անհոգության մասին չի ասում այդ տեսակետից եւ չի ասում, որ դրամ ունենալը ինքնին վատ բան է, հակառակը։ Այդ մտածելակերպը, որ աշխատեմ, ստեղծեմ, սա օրհնություն է, դրամը ինքնին վատ բան չէ եւ շատ հարուստ մարդիկ Աստվածաշնչում շատ օրհնված էին եւ Աստծո հետ շատ լավ փոխհարաբերությունների մեջ էին։ Երբ որ Դավիթ թագավորի հարստության մասին է նկարագրվում, որ ամբողջը նվիրաբերում էր թե ոսկին, թե արծաթը Աստծո տանը եւ չափման միավորները, երբ որ հիմիկվան ենք վերածում, դա տոննաներով ոսկիներ եւ արծաթներ են, որ տրվում էր Աստծո տան կառուցման համար, հատկացվում էր այդ նպատակին։ Նույնը Սողոմոնինը շատ ավելացած։ Հարցը այն էր, որ ունեին, բայց դրանով չէին ապրում։ Դա չէր իրենց գանձը, դա չէր իրենց նյութական ապահովության մտածելակերպի առանցքը։ Մեր բարեկարգյալ աստվածաբանության առանցքը 16-րդ դարից դարձավ այն եւ փոխեց ամբողջ մարդկությունը սա, որ դրամ ունենալը անեծք չի։ Հակառակը դրամը կարող ես ճիշտ բանի համար ծառայեցնել, որ աշխատանքը, ինչպես ծննդոցից վերցրած սխալ աստվածաբանությամբ անեծք է, չէ, աշխատանքը անեծք չի, ամեն աշխատանք, որ լավ ձևով է կատարվում, հավատարիմ ձևով է կատարվում, դա ծառայություն է Աստծուն։ Պարզ օրինակ, փողոցը ավլող մարդը
Եթե փողոցը չավլի, փողոցում քաոս կլինի։ Եթե լավ մաքրում է փողոցը, ինքը դադարեցնում է քաոսը իր շուրջը։ Եվ դրանով մասնակից է լինում Աստծո մեծ գործին, ով որ քաոսը դադարեցնում է եւ բերում է կարգ ու կանոն։ Իր սերը Աստծո հանդեպ, հասարակության հանդեպ, դիմացինի հանդեպ այդ անհատը արտահայտում է լավ գործ անելով, քաոսը իր շուրջը դադարեցնելով։ Եթե ինքը իր գործը վատ անի, որ իր պարտականությունն է, ինքը քաոսը կավելացնի։ Ինքը կցույց տա, որ չի սիրում հասարակությանը, չի սիրում Աստծուն, չի սիրում իր քաղաքը։ Եթե հավատարմությամբ է ծառայում որևէ ոլորտում, որևէ անհատ, դա իսկ ուղղակի ծառայություն է Աստծուն, դա օրհնություն է։ Բայց խնդիրը, որ Հիսուս բացահայտում է այստեղ, նյութապաշտության մեջ է, որ աշխատանքիդ արդյունքը դառնում է քեզ կառավարողը։ Աստվածաբաններն ասում են, փողը լավ միջոց է, գործիք է, բայց վատ տեր։ Դրամը միջոց է, լավ միջոց է, օրհնություն լինելու, օրհնություն դառնալու, բարիք բերելու, բայց շատ վատ տեր է, երբ որ դառնում է տեր, որտեղ ստրկացնում է անմիջապես, ամբողջովին, մտածելակերպ է փոխում ներսից, սրտից, խամրեցնում է աչքը, հավատքը։ Եվ դրա համար Հիսուս 22-րդ համարում ասում է. մարմնի ճրագը աչքն է։ Արդ եթե քո աչքը պարզ լինի, ամբողջ մարմինդ էլ լուսավոր կլինի։ Ինչ է սա? Եթե բանկային օրինակից հիմա հետ գնանք տեսողության մասնագետի բժշկի մոտ, օֆթալմոլոգ ենք, չի ասում։ Գնում ենք ինչու, երբ որ վատ ենք տեսնում, երբ որ սկսեցի ես տարերը խառնված տեսնել, ավելի մեծ տպել, որոշեցի, որ պետքա գնամ։ Որոշ ժամանակ անցավ, արդեն դա էլ չի օգնում, պետքա նորից ակնոցը փոխեմ, նորից գնամ։ Որովհետև տեսողությունը շատ կարևոր է մեր համար ֆիզիկական բաները տեսնելու։ Որովհետև եթե տեսողությունդ շատ թուլացել է, շատ փոխվում է կյանքի որակը, մանավանդ որ սկզբից սովորես լավ կյանքի որակի։ Մեքենա վարելու, քայլելու, ուր որ ուզում ես, բնությունը վայելելու, ընտանիքդ վայելելու։ Հիսուսն ասում է, եթե այդ տեսողությունդ խնդիր ունի, պետք է նայես Աստծուն, որ բժշկի քեզ, որովհետև մարմնի ճրագը աչքն է։ Եթե քո աչքը պարզ լինի, ամբողջ մարմինդ էլ լուսավոր կլինի, առաջնահերթությունները կտեսնես։ Եթե հոգևոր տեսողությունդ իրական է, կտեսնես գանձը որտեղ է։ Երկրի վրա չի ու չի կարող լինել երկրի վրա գանձ, որը արժանի է քո էությունը դրան նվիրելու։ Բայց եթե աչքերդ բաց են հոգևորապես ու տեսնում ես իրական գանձը, որ երկնքում է, կկարողանաս դրա համար ապրել, դրա համար ծառայել, դրա համար ձևավորել մտածելակերպ եւ փոխհարաբերություններ, որոնք բոլորը միասին ուղղված են երկնային գանձ կուտակելուն։ Երբ որ լեռան քարոզի հենց սկզբից Հիսուս բացատրում էր, ասենք Մատթեոս 5:10-11-ում, որ հալածանքով Աստծո համար կայուն դիրք ունենալով, ամեն հարցում անփոխարինելի եւ անբեկանելի հավատք ունենալով դու երկնային գանձեր ես կուտակում։ Ամբողջ լեռան քարոզի առանցքի մեջ սա երևում է, որ քո որոշումները, քո մտածելակերպը, քո Աստծո հանդեպ դիրքը ցույց են տալիս, թե որտեղ են քո գանձերը կուտակվում, այստեղ թե այնտեղ։ Եթե այստեղ են կուտակվում, վերջում պետքա քո մասին ասեն ամեն բան թողեց ու առանց ոչինչ չգիտենք ուր գնաց։ Այսինքն անիմաստ վատնեց իրեն ընձեռնված այս կյանքի հնարավորությունը։ Այս կյանքի հնարավորությունը, որ երկնքում գանձ ունենալուն կարող էր ծառայել, չար աչքի պատճառով, խամրած աչքի պատճառով, նյութապաշտության պատճառով ծառայեցրեց մի բանի, որ այստեղ գանձեր կուտակեց ու դրանք ոչինչ դարձան։ 23-րդ համարում։ Բայց եթե քո աչքը չար է, նախանձոտ բառն է սա, նախանձ, չար աչք, եթե քո աչքը չար է, քո ամբողջ մարմինը խավար կլինի։ Տեսել ենք նման մարդկանց։ Տեսել ենք, որ երբ որ մի բան կորցնում է, նյութական մի բան,
ամբողջ կյանքը տակնու վրա է լինում, ամբողջ կյանքի առանցքը փոխվում է, չարանում է բոլորի հանդեպ, իր ընտանիքի հանդեպ, հարևանների հանդեպ, եկեղեցու անդամների հանդեպ, որովհետև հույսը նյութականի վրա էր եւ դա իրեն չարացնում է։ Դրա համար Հիսուս ասում է, եթե քո աչքը չար է, քո ամբողջ մարմինը խավար կլինի։ Արդ, եթե քո մեջ եղած լույսը խավար է, ապա խավարը որքան առավել կլինի։ Եթե քո խիղճը Աստծուց տրված այդ լուսավոր կետը Սուրբ Հոգու գործը քո մեջ խավարացրել ես դու, այնքան ես նյութապաշտությամբ դաղել, որ անզգա է դարձել։ Այն ինչ որ քեզ պետք է ցույց տար, որ սա չի քո կյանքի առածքը, սա չի քո նպատակը, սրա մասին հոգ մի տար, սրա մասին մի անհանգստացիր, այնքան որ ուրախությունդ կորցնես։ Եթե դա ինքնին խավարել է, շատ վատ վիճակում ես հայտնվում։ Եթե դա ինքնին, որ քեզ պետք է արթուն պահեր, զգուշացներ, նյութապաշտությունից հեռու պահեր, դա խավարել է, որքան ասում է մեծ առավել խավար կլինի քո մեջից։ Դու ոչ միայն խավար կլինես, այլ խավարը կփափագես, դեպի խավարը կգնաս, խավարը կդարձնես քո առաջնահերթությունը, լրիվ հակառակ դաշտում կլինես ու առաջամարտիկ կլինես այդ դաշտում։ Եվ 24-րդ համարն է այստեղից բխում. ոչ ոք չի կարող երկու տիրոջ ծառայել։ Սա հրավերի նման չի ասում, դե այնքան դժվար է երկու տիրոջ ծառայել։ Գիտեք, շատ քչերին է հաջողվում երկու տիրոջ ծառայել։ Ասում է ոչ ոք երկու տիրոջ չի կարող ծառայել, որովհետև կամ մեկին կատի եւ մյուսին կսիրի, կամ մեկին կմեծարի եւ մյուսին կարհամարի, չեք կարող ծառայել եւ Աստծուն եւ մամոնային։ Սրանք բացարձակ դրված, գերադրական աստիճանով դրված հռչակումներ են Հիսուսի։ Անպայման ծառայություն է բացվում այստեղ։ Եթե դու Աստծուն ես ծառայում եւ ունես նյութական, սա բարիքին է ծառայելու։ Բայց եթե դու փողի Աստծուն ես ծառայում, նյութականի Աստծուն ես ծառայում, որը կեղծ Աստված է, ինքը քեզ այնքան կստրկացնի, որ երբեք Աստծուն չես կարողանա ծառայել։ Միգուցե արտաքինից փորձես ցուցադրական նվերներ տալ, ողորմություն անել, միգուցե փորձես ծոմ պահել արտաքին, միգուցե փորձես աղոթքի լավ արտաքին ձև ունենալ, բայց դու ստրուկը կլինես մամոնային եւ դրանք բոլորը կեղծ կլինեն, դրանք եւս ուղված կլինեն, որ դու նյութական բարիքներ կուտակես։ Դրանք եւս ուղված կլինեն քո ստրկությունը ավելի խորացնելուն, մարդկանց ցույց տալուն, հետևորդներ հավաքելուն, գայթակղելուն։ Դրա համար Հիսուս այս շարքի մեջ է սա բերում։ Չես կարող երկու տիրոջ ծառայել, սա անհնարին է։ Աշակերտությունը միշտ գին ունի։ Աշակերտությունը որոշում է։ Հիսուս իր աշակերտներին հստակ ասում է եւ Ղուկաս ավետարանում այս նույն ուսուցումները ուղղակի աշակերտների համար են։ 12-րդ գլխում 32-ից 34 համարներում ասում է իր աշակերտներին ասաց. դրա համար ասում եմ ձեզ, ձեր կյանքի համար հոգ մի տարեք, թե ինչ եք ուտելու, ոչ էլ ձեր մարմնի համար, թե ինչ եք հագնելու։ Հոգին ուտելիքից առավել է, մարմինն էլ հագուստից։ Նայեք ագռավներին, որ ոչ ցանում են, ոչ էլ հնձում, ոչ ոք շտեմարաններ ունեն, ոչ էլ ամբարներ, եւ Աստված կերակրում է նրանց։ Դուք թռչուններից որքան առավել արժեք ունեք։ Ձեզանից ով կարող է մտահոգվելով իր հասակի վրա մի կանգուն ավելացնել։ Արդ եթե ամենափոքր բանի մեջ անկարող եք, ինչու եք ուրիշ բաների համար հոգ անում։ Նայեք շուշաններին, ինչպես են մեծանում, ոչ ջանք է թափում, ոչ էլ մանում են, բայց ասում եմ ձեզ, Սողոմոնն էլ իր ամբողջ փառքի մեջ նրանց նման չհագնվեց, ասում է։ Մեզ Տերը սովորեցնում է, որ հոգ անելով չի, այլ վստահելով է։ Հոգս անելով չի, այլ որոշում կայացնելով իր աշակերտը լինելու եւ այդ որոշման մեջ հավատարիմ մնալով է, որ դու գիտես ում ես ծառայում։ Սա որոշում է եւ հավատարմություն է պահանջում, բայց սրա արդյունքում Աստված սկսում է ինքը ձևավորել, հոգ տանել, աճեցնել, բարձրացնել
Նման ուսուցումների մեջ Հիսուս մեզ ասում է, որ իրեն հետևելը պահանջում է առաջնահերթությունների հեղափոխություն։ Մեզ ամբողջ աշխարհը, բոլոր գովազդները, մեր շրջապատը սովորեցնում են նյութապաշտությունը առաջնահերթություն դարձնել։ Սա էլ ունեցի երջանիկ կլինես, սրան էլ հասի հանգիստ կլինի կյանքդ, այս մի բանն էլ ստեղծի արդեն լավ կլինես։ Այնքան մեծ է այս ճնշումը։ Հիսուս հեղափոխություն է պահանջում առաջնահերթությունների, որտեղ նա է դառնում մեր սրտի կենտրոնը, մեր ինքնության հիմքը, մեր կյանքի ուղղությունը։ Եթե մեր կյանքի ուղղությունը ինքն է, դրամը կլինի գործիք։ Մեր աչքերը լուսավոր կլինեն։ Կտեսնենք, կզգանք, կհասկանանք, որ վայրն է, որ մեզ գայթակղեցնում է, որ դիրքն է, որ մեզ այլ ճանապարհի մեջ է դնում, եւ Սուրբ Հոգուն հետևելով, Աստծո Սուրբ Հոգու առաջնորդությամբ կկարողանանք հաղթահարել, կկարողանանք նվիրել, կկարողանանք սիրել եւ նյութականը կլինի դրա համար գործիք։ Կկարողանանք մակեդոնական եկեղեցիների պես օրհնություն լինել նույնիսկ ակնկալվածից շատ ավելին եւ կխնդրենք, որ այդ նյութականը անպայման Աստծո գործին ծառայի տարբեր կերպերով։ Բայց եթե չէ, խավարը թանձրանում է։ Նյութապաշտության մոլուցքը դառնում է ստրկություն, ստրկությունը դառնում է պաշտաբունքի ձև ուղված մամոնային եւ սրա վերջը հավիտենական կորուստ է։ Սիրելիներ, Տերը մեզ հորդորում է, ասում է. դուք ինձ սիրեք, ինչպես ես սիրեցի։ Իմացեք, որ ես նախ սիրել եմ ձեզ, այնքան որ ամեն բան տվեցի։ Շապիկս էլ, ինչպես որ մարգարեացած էր նախկինում, դրանից 7 դար առաջ, պատրեցին 4 մաս արեցին, իրաց մեջ կիսեցին, ոչինչ չունեց այս աշխարհում։ Եվ ասում է խաչը վերցրեք ու իմ հետևից եկեք։ Ամեն մեկս մեր չափի խաչ ունենք։ Ոչ մեկիս խաչը ուրիշի համար հարմար չէ։ Ոչ մեկիս խաչը այնքան չէ, որ մենք չկարողանանք տանել։ Այդ խաչը զոհաբերություն է պահանջում, այդ խաչը նվիրում է պահանջում, բայց այդ խաչը ճիշտ ճանապարհի ուղեցույցն է։ Այդ խաչը դառնում է այն ծաղկած լուսավոր խաչը, որ փարոս է ու մեր լուսավորում է, որ այս նեղ դուռն է, որ տանում է իրական հավիտենական կյանքի։ Այս դժվար որոշումն է նյութապաշտ չլինելու այսօր, որ մեզ խաչը կրելու դիրքի մեջ է դնում, բայց հավիտենական ճանապարհի մեջ է դնում։ Սիրելիներ, Տերը մեզ սովորեցնում է, չեք կարող երկու տիրոջ ծառայել։ Ծառայեք Աստծուն, եղեք Աստծո ընտանիքի մեջ, եղեք սիրվածներ, եւ Տերը ձեր բոլոր կարիքները իր ճոխությամբ կհոգա, ոչ թե մեր փափագացով, շատ ավելի ճոխությամբ։ Ամեն։